Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Մեր հայրենակցի վերաբերյալ մեկ այլ անվանի ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանը դիպուկ նկատել է, որ նրան վիճակված է դառնալ ծիծաղի անօրինակ եւ չծերացող վարպետ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Կարպ Խաչվանքյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Հակոբ Արոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, մեր հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը եւ նույն թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը։ Բարի գալուս հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերի ընդունելու համար։ Այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Կարպ Խաչվանքյանի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Համաժողովրդական սիրո արժանացած կատակերգակ Կարպ Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին Ջավախ Քաշխարի Ախալցխա քաղաքում։ 1928 թվականին ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս։ Բեմական գործունեությունը սկսել է Վրացֆիլմ կինոդերասանական ստուդիայում, որտեղ 1939-ից 44 թվականներին կերտել է 11 կերպար։ 1941-ից 44 թվականներին սովորել է Վրացֆիլմին կից դերասանական ստուդիայում։ 1944-ից 98 թվականներին աշխատել է Երևանի Հակոբ Արոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1984-ից 88 թվականներին եղել է նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Մահացել է 1998 թվականի նոյեմբերի 23-ին։ Խաղացել է դասական գրեթե բոլոր օպերետներում, սակայն առանձնակի վերաբերմունք է ունեցել հայկական օպերետների եւ երաժշտական կոմեդիաների հանդեպ։ Խաղացել է ավելի քան 100 դեր, բեմադրել 13 պիես։ Նկարահանվել է նաև կինոյում։ Հայաստանի ժողովրդական արտիստ է։ Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։ Երևանի Հակոբ Արոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքի պատին փակցված է հուշատախտակ։ Պարոն Ղազանչյան, Կարպ Խաչվանքյանը դեռևս 21 տարեկան պատանի կամ երիտասարդ եկավ Հայաստան կամ հայրենադարձվեց եւ 54 տարի 44 թվականից մինչեւ 98 թվականը մինչեւ մահ 54 տարի աշխատեց այն թատրոնում, որի գեղարվեստական ղեկավարն եք արդեն քանի տասնամյակ եւ իր թե կյանքը եւ թե իր դերասանական արվեստը անմնացորդ նվիրեց իր սիրելի եւ հարազատ թատրոնին։ Կարելի ասել իր ընտանիքին, երկրորդ ընտանիքին։ Իր ժողովրդին։ Իհարկե իր ժողովրդին։ Նախ ես շատ ուրախ եմ այս հաղորդման համար, որովհետև սրանք դասեր են, որ մենք անդրադառնում ենք մեր մեծերին, սա պիտի իմանա այսօրվա սերունդը, որ ինքը պատահաբար չի ծնվել որևէ անտառում, որ ինքը հայր ու մայր է ունեցել, տատ ու պապ է ունեցել, եւ մի քիչ ավելի զգոն լինի, որ հանկարծ չմտածի, որ իրենով սկսվում է հայ թատրոնը եւ իրենով էլ պիտի վերջանա։ Եվ ոչ միայն թատրոնը։ Այո, եւ ոչ միայն թատրոնը, այլ մշակույթը ընդհանրապես։ Խաչվանքյանի մասին իհարկե կարելի է ժամերով խոսել։ Շենշող արտիստ էր, շենշող։ Զարմանալիորեն տարբերվում էր Կարպ Խաչվանքյանը կյանքում եւ Կարպ Խաչվանքյանը բեմի վրա։ Սրանք զարմանալի մարդիկ են։ Ես էլ եմ հանդիպել, որ կյանքում նա այդքան էլ ավելի տխուր մարդ դուք չեք տեսել ձեր կյանքում Խաչվանքյանը հավատացի, որ նման ինֆորմացիա երբ գալիս էր թատրոն, նստում էր բազմոցին ժամերով, լուր մարդիկ գալիս գնում էին տարբեր հարցերով, խնդիրներով, այսինչ այն ինչը ոչ մի ձայն չէր հանի, Խաչվանքյանը լուր նստում էր։ Շատ հետաքրքիր մի պատմություն կա, ես պատմել եմ այդ մասին, բայց արժե որ հիմա էլ ասեմ։ Իմ ընկերն էր եկել Ավստրալիայից, մեր տանն էր մնում, բնական է, մի 2 ամիս մնաց, միշտ գալիս էր թատրոն գնում էր։ Արդեն վերջին օրը որ պիտի գնա, մենք պես կազմակերպել էինք մի բաժակ խմել, բարի ճանապարհ բան, ասեց եղբայր ասեց, ես քեզ պիտի զգուշացնեմ, ասեց, դու քո այդ առաջին դերասանից զգուշ եղեք։ Ասի ինչու, ասեց ինձի կթվա նա KGB-ի աշխատող է։ Ուրեմն որ տեսել է լուր նստած իրեն թվացել է թե մնացածները խոսում են, նա այդ բոլորը մտքում պահում է, էլի որ մի խոսքով մինչդեռ բեմում Կարպ Խաչվանքյանը միանգամայն ուրիշ էր արդեն։ Բեմում հրաբուխ էր, բեմում անբացատրելի էր։ Ես շատ հաճախ եղել, որ ես նայել եմ օթյակից, նայել եմ կուլիսներից, չեմ կարողացել հասկանալ, սա գաղտնիքը որն է։ Այդ ինչպես կարող է մարդը գաղտնիքը որն է։ Խաչվանքյանի ֆենոմենի գաղտնիքը չես կարող հասկանալ գաղտնիքը որն է։ Այսինքն մարդ որ մտնում էր բեմ եւ 600 մարդու քթից բռնած հանդիսատեսի որ կողմասը շուռ էր տալի։ Զարմանալի հմայք,
զարմանալի որոնք վարակիչ 54 տարի։ Այո, զարմանալի վարակիչ երևույթ եւ զարմանալի համեստ մարդ, զարմանալի։ Այ ինչ է նշանակում մարդը ինքը իր էությունը ինչպիսին է, այդպես էլ իր Այդպիսի մեծություն եւ այդպիսի համեստություն։ Այո, այդպեսին էլ իր գործն է։ Մարդը շատ կարևոր է, մարդու տեսակը, հենց այդպեսին էլ ինքն էր բեմում։ Զարմանալի դերասաներ իհարկե, զարմանալի, հրաշալի, փայլուն։ Գիտեք, այդպիսի դերասաններ հիմա շատ քիչ կան, այդպիսի նվիրում չկա։ Այսինքն դուք պատկերացնում եք այսպիսի բան, որ հանգած եթե միտեղ գրվի, դա ոչ մեկը չի հավատալու, որ թատրոնի հանգստյան օրերին 11-ից 10 պակաս օրվա թերթերը արդեն կռատակին գալիս նստում էր հերթապայի մոտ մինչև 2:10 ոչ փորձ կա ոչ մեկը չկա հերթապայի մոտ նստում էր այդ 3 ժամը ու գնում էր տուն զարմանալի թատրոնի կյանքն է առանց թատրոնի չէր կարող եւ հետո գիտեք ինչ այդ սերնդի նու պայմանականորեն ասենք բախտը բերել էր որտեղ նրանք մենակ չէին որտեղ մենակ կարպը ոչինչ չէր կարող անել եթե մեծերի մի ողջ գոհ էր փաղանգել Սվետլանա Գրիգորյաններ, Մելինե Համամջյաններ, Ստեփան Հարությունյաններ, էլի շատերը Սամի Փունջեր, Սամի Ամուր, այնպես էին իրեր պահում դրանք, որ հնարավոր չէր ուրիշ կերպ լինել եւ բոլորի համար թատրոնը ամենակարևորն էր թատրոնից այն կողմ որևէ բան իրենց համար գոյություն չուներ անձնական որևէ խնդիրն անգամ հերու էր կարևորը թատրոնի համար պիտի լավ լինի, թատրոնի համար պիտի ճիշտ լինի։ Ես չեմ մոռանալ, Սպիտակում խաղում էինք ներկայացում։ Բեմադրությունը այնպեսին էր, որ Մելինե Համամջյանը պիտի կարճ զգեստ ունենա։ Ցուրտ ահավոր եւ շենքն էլ դեռ դրի չի ավարտված։ Մենք գնացել ենք համարյա բացմանը այդ շենքի։ Փոխվում, ասում եմ, Տիկին Մելինե, ահավոր ցուրտ է, դուք ամիջապես կհիվանդանաք, կպարկեք։ Ինչ ունենք, բեմադրությունը այսպես է արված։ Ապրի կարճ Դա նաև գալիս էր հանդիսատեսի նկատմամբ ունեցած հարգանքից։ Ահավոր հարգանքից եւ պրոֆեսիոնալիզմը։ Սա զարման հիմա ես չեմ հիշում այդ մարդկանցից մեկը մի օր 10 րոպե փորձից ուշանար։ Սիրելի իմ կրծեր ընկերներ, դերասանուհիներ, որ դուք որոշել եք դառնալ հայ արվեստի նկատելի դերասաններից, ավելի չեմ ուզում ասել։ Այդ բոլորը հեշտ չի, դա մի նվիրում է պահանջում, որ մանավանդ թատրոնի նման սիրուհի։ Այն էլ անմնացորդ նվիրում։ Թատրոնի նման սիրուհի, որը չի հանդուրժում ուրիշ ոչ մի սիրուհի։ Դավաճանություն չի հանդուրժում։ Ոչ մի։ Այսա շատ կարևոր է։ Եվ ես էլի շնորհակալ եմ ձեզ, որ անդրադառնում եք մեր մեծերին։ Պարոն Շահբազյան, Պարոնյանի թատրոնի տնօրենն եք արդեն կարծեմ 15 տարի։ Եվ որպես հարց ընթերցեմ մեր անվանի համաշխարհային համբավ ունեցող գիտնական Վիկտոր Համբարձումյանի հետևյալ կարծիքը, որը նաև ձեր թատրոնի կայքում է շատ դիպուկ ձևով տեղադրված։ Երևանի օպերետային թատրոնն աշխատել է միշտ ժպիտ ու ծիծաղ պարգևել մարդկանց եւ դա նրան հաջողվել է։ Ծիծաղի թատրոն, սա է նրա ուղենիշը, որին թատրոնը հավատարիմ մնաց իր գոյության բոլոր տարիներին։ Եվ համոզված են, որ թատրոնը այդ հավատարմությունը թե հիմա եւ թե այսուհետ կշարունակի անպայման։ Անպայման կշարունակի, որովհետեւ սկսենք նրանից, որ մեր թատրոնը ստեղծվել է 1941 թվականին 41 թվականի վերջին, որ ֆաշիստական Գերմանիան արդեն Մոսկվայի մատույցներում էր։ Եվ այդ տարիներին ստեղծվեց ծիծաղի թատրոն։ Հարց առաջան շատ անգամ ինքս ինձ եմ հարց տալիս շատերին տրամաբանական չէ այդ ժանը, բայց ստեղծվեց թատրոնը եւ դա կարծում եմ շատ շատ հմուտ, շատ ճիշտ քաղաքական քայլ էր, որ այդ իրավիճակում ծիծաղի թատրոնի միջոցով կարողանալ ժողովրդին պահել։ Ու այդ տարիներին սկսած 42 թվականից Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը հանդես է եկել, բեմադրություններ են արվել, կոմեդիա կատակերգություններ, երաժշտական ներկայացումներ եւ այլն։
Դրանից հետո մինչև 90-ական թվականների սկզբները դե բնականաբար շատ մեծեր չթվարկեմ անունները իհարկե այդ անունների թվարկումը գնալու են Պանվազանյանի կխնդրենք նորից որ 90-ական թվականներից նորից մեր դժվար ու դառը տարիները, պատերազմ, խնդիրներ, սոցիալական, չգիտեմ, տարբեր խնդիրների մեջ մեր թատրոնը գոյատևեց։ Մեկ օր չի եղել, որ թատրոնի դռները փակվեն։ Հարկացու այդ դժվարին տարիները մնացին ներկայացումներ են խաղացել այդ ժամանակ գեղարվեստական ղեկավարը, ինչպես այսօր Երվանդ Ղազա, մոմի լույսի տակ ներկայացումներ են խաղացել, ցրտին ներկայացումներ են խաղացել։ Հիմա ես կարծում եմ ինձ բախտ է։ Համոզված եմ շենքային պայմանները անհամեմատ ավելի բարվոք են։ Ինձ բախտ է վիճակվել, ես թատրոն եկա այն ժամանակ, որ քիչ թե շատ արդեն անկախ Հայաստանում արդեն ինչ որ չափով բարելավվել էին վիճակները, սկսվել էին մշակութային օջախներին վերանորոգման աշխատանքները, տեխնիկական վերազինման, արդեն սկսել էին դրանից առաջ ամիսներով ես անկեղծանամ աշխատավարձ չէին ստանում դերասանները։ Երկրի վիճակը ամբողջ, բայց շարունակում էին աշխատել։ Ես եկել եմ այն ժամանակ, որ արդեն բարելավվել էր, առ այսօր աշխատում, ինձ բախտավիճակվել այդ ծանր օրերը չեմ տեսել, բայց փառք Աստծո մեր թատրոնի նվիրյալները առ այսօր շատ դերասաններ, գեղարվեստական ղեկավարը պահել են թատրոնը եւ մենք շարունակում ենք մեր գործունեությունը։ Շնորհակալություն։ Պարոն Ղազանյան, դուք անուններ թվարկեցիք, կարծեմ Կարփ Խաչվանյանը հետեւյալ միտք ասել, վայ այն թատրոնին, որ չունի դերասան։ Դերասանի համար պիտի գան թատրոն, Տոմս Արխի մոտ պետք է հարցնեն, այսինչը խաղում է թե չէ։ Եվ այդ ձեր թվարկած մեր անվանի Պարոնյանի թատրոնի անվանի դերասանից Սվետլանա Գրիգորյանի հետեւյալ միտքը նաև ընթերցեմ 100 անգամ խաղացած դերը նկատի ունի Կարփ Խաչվանյանին նա խաղում էր այնպես ինչպես պրեմիերայի օրը նույնը պահանջելով իր ընկերներից տասնամյակներ շարունակ խաղանկեր եմ եղել նրան եւ խոստովանում եմ որ ամեն անգամ հուզվել եմ երբ խաղացել եմ Կարպի հետ Պարոնյանի թատրոնի նաև մեծությունը կանում են նաև նրանում, որ թվարկեցի կանոններ Կարփ Խաչվանյան, Սվետլանա Գրիգորյան եւ այդպես շարունակ դուք փառքաստու մեզ բոլորիցս լավ գիտեք։ Հայ թատրոնը այդ իմաստով ոչ միայն մեր թատրոնն, այլ ընդհանրապես Հայաստան աշխարհի բոլոր թատրոնները բախտավոր են եղել շատ։ Դուք պատկերացնում եք մեծերի առումով դերասանների եւ ռեժիսորների։ Միանգամից եթե բեմի վրա են Ավետ Ավետիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Դավիթ Մալյանը, էլի արդեն ներկայացում, արդեն թատրոնը։ Եթե դերասան չկա, եւ հաջողությունն ապահոված է։ Եթե դերասան չկա, թատրոն լինել չի կարող։ Եթե հասարակ այսօրվա լեզվով խոսենք, եթե չկա Ռոնալդո կամ եթե չկա Մեսսի, ֆուտբոլ չի կարող լինել։ Ո՞վ պիտի նայի այդ օրը անհամբերասեր միացեք տեսնենք ինչ լինի։ Ուրեմն նայում են անհատականությանը, նայում են աստղին։ Եթե բեմի վրա Բաբկեն Ներսիսյանն է, ուրեմն նայում են Բաբկեն Ներսիսյանին։ Եթե Վարդուհի Վարդերեսյանն է, Մետաքսյա Սիմոնյանն է, Ֆրունզիկն է, Խորիկն է, Սոսն է, սա բոլոր անհատականություններ են, որ ժողովուրդը գնում էր նրանց նայելու, նրանցով։ Հիմա մի քիչ դժվարացել է վիճակը։ Այս մեր սերունդը հիմա մի քիչ խարխափում է, հեռուստատեսություն, սերիալներ, սա ստիպված են անում մարդիկ, որտեղ հարկավոր ապրել։ Գուցե ժամանակավոր երևույթ է եւ անհրաժեշտ է որպեսի վերարժևորվի ամեն ինչ։ Բոլորի մեջ կան հիմա, բոլոր թատրոններում կան, հավատացեք ինձ, բացառիկ տաղանդի տեր երիտասարդներ, բայց կարծեք թե ինչ որ ժամանակ է պետք, որ այդ բոլորը միանգամից պայթի, բոլորը նորից լինի, չի կարող չլինել։ Իհարկե։ Հայ մայրերի արգանդը չի չորացել։ Չի կարող պատահի, որ էլի չծնվեն, էլի դարասկիզբը չի կարող պատահի, որ նորից չփորձ կա։ Ես դրան հավատում եմ շատ, որտեղ հիմա մարդիկ ավելի Իպսի երիտասարդներ կան, որ նայում ես երիտասարդ տղաների, աղջիկների հրաշալի, փառահեղ,
ավելի կիրթ, ավելի ազնվական, մեզնից ավելի շնորհքով։ Հիմա այդ բոլորը չի կարող պատահի, որ mēs հենց այնպես գան ու Ուղղակի գնան։ պայմաններ հարկավոր որ նրանց ինքնադրսևորվելու, տաղանդը դրսևորելու հնարավորություն լինի։ Մի քիչ պիտի բան, հիմա ես վստահ եմ, որ ես երկիրը մի քիչ տեղը ընկնի, այս մեր դարավոր հարևանների հետ մենք մեր հարցերը լուծենք, դրական լեզվով կարգով լուծվի այդ հարցը, չի կարող պատահի երկիրը արդեն չշրջվի, որտեղ ես վստահ եմ, որ հասկանում են, որ ի վերջո հայ ժողովրդի հարատևությունը նրանու չի, թե մենք հիմա այս որևէ մեկին մի վագոն կանսերվա ուղարկեցինք, սկսեց փոխեցինք մի վագոն բանի հետ, Բադրջանի հետ կամ չես ինչի հետ, չէ, մշակույթը, ուրիշ ճանապարհ չկա, եթե ուզում ես առաջ քայլ անել, մշակույթդ պիտի լինի բարձր, դպրոցդ պիտի լինի բարձր, կրթությունդ լինի բարձր, այս շատ կարևոր բան է եւ ես վստահ եմ, որ դա հերու չի, պիտի անդրադառնան այս բանին, ես այն կարծիքին չեմ, որ վերևում նստածները դա չեն հասկանում, իհարկե հասկանում են, ձեր վարակիչ լավատեսությունը պարոն Ղազարյան, մեր բոլորիս եւ մեր հերոստատիտողներին էլ է վերաբերում, թող բոլորս այդ ձեր ասած այդ լավատեսությամբ լեցուն լինենք։ Անպայման եւ ես վստահ եմ, պիտի գան այնպիսի տղաներ, այնպիսի աղջիկներ, որ հիմա արդեն ճամփին են, այդ առաջին քայլերն են անում այդ մարդիկ։ Հիմա միայն պետք է օգնել նրանց։ Պետք է օգնել, պետք է վերցնել, հրավիրել թատրոն, դերեր տալ, պետք չի տարիներով մտածել, թե այս երիտասարդ աղջկան կամ տղային այս 5 նախադասության ունեցող դերը տանք, թե չտանք։ Տվեք, եղբայր, գլխավոր դերեր տվեք, ինչպես մենք անում ենք թատրոնում։ Տվեք, պատասխանատու դերեր տվեք, թող խաղան մարդիկ։ Այսինքն թատրոնում հարկավոր է նաև համարձակ խիզախ լինել։ Անպայման, եւ վստահել երիտասարդներին, վստահել։ Պարոն Շահբազյան, դուք պատմական ասեցիք, որոշ մոտակա, այսպես ասած, անցյալը, սակայն համոզված եմ, որ Պարոնյանի թատրոնը, Պարոնյանի անվան թատրոնը բավականին ծրագրեր ունի եւ անելիքներ ունի։ Բնականաբար բավականին ծրագրեր կան, անելիքներ կան, ինչպես ես պարոն Ղազանչյանի խոսքը շարունակեմ, մեր ծրագրերի եւ անելիքների մեջ առաջնահերթությունը վստահում ենք երիտասարդներին։ Այսինքն այդ սերնդափոխությունը ձեզ մոտ իհարկե թատրոն ամուր ռեսերի վրա է դրած, ինչպես կոչվածը ինքը պարտադիր պետքա 3 սերունդները ապահովի՝ մեծ, միջին եւ երիտասարդներ։ Եվ վերջին տարիներին մեր թատրոնը համալրվել է շատ շնորհալի երիտասարդներով, դեռ համալրվում է երիտասարդ ռեժիսորներ, նկարիչներ, դերասաններ եւ այլն, որոնք ես կարծում եմ մեծերի կողքին իրենք մուտք ունենալով շատ բան կսովորեն, կվերցնեն մեծերից, որ առաջիկայում հետագա տարիներին Պարոն Ղազանչյանի հիմուտ ղեկավարությամբ համոզված ենք, որ իրենց վարպետությունը միջայնոց մեր անելիքների մասին էլ ասելով մենք այս տարի արդեն 2 առաջնախաղ ենք ունեցել, ծրագրավորում ենք դեռ այս առաջիկա 5-6 ամիսների ընթացքում եւս 3 պրեմիեր առաջնախաղ ունենանք, որից մեկը երիտասարդ բեմադրիչ է, բեմադրում Շեքսպիր է, բեմադրում Կարապետ Բալյանը, կարծում եմ այսինքն նման արդեն հոկտեմբեր ծանրակշիռ ներկայացումները բեմադրությունը վստահվում է երիտասարդ ռեժիսորին եւ կարծում եմ հոկտեմբեր ամսին կունենանք առաջնախաղ Վիլյամ Շեքսպիր, որը բեմադրելու է երիտասարդ ռեժիսոր, դերասանական կազմն էլ հիմնականում երիտասարդներ, նկարիչը, բոլորը, այսինքն այսօր մեր թատրոնը վստահում է երիտասարդներին, սովորելով մեծերից բնականաբար։ Շնորհակալություն։ Պարոն Ղազանչյան, մեր հայորդիներ հաղորդաշարի կողմից սիրով շնորհավորում ենք, ինչպես պարոն Շահբազյանն ասաց, ձեր 10-ամյակը։ Չէ, մի վախեցեք, ասեք 80, ասեք։ Դե հերոստատիտող հասկացա, որ 10 ասելով 80 նկատի ունի։ Չէ, հանգար չհասկանա 90, չէ։ Երիտասարդներին թեև թիկունք եք եւ նրանց լավագույն եւ վստահելի հավատարիմ առաջին ընկերն եք։ Եվ հաղորդումը եզրափակելով ձեր այդ 10-ամյա փորձի զերնելով, որպես երիտասարդների ավագ եւ հավատարիմ ընկեր։ Մեր ներկա կյանքում հայ դերասանի
դերն ու առաքելությունը ո՞րն է։ Իհարկե Կարփ Խաչվանյանի կերպարի որպես հիմք ընդունելով, մեղ ընդունելով։ Հայ դերասանի, հայ ռեժիսորի դերն ու առաքելությունը շատ պարզ է, շատ ազնվորեն ճշմարիտ ծառայել թատրոնին։ Սիրով ծառայել։ Եթե դու սիրեցիր թատրոնը, ուրեմն դու կգնահատվես։ Եթե դու զբաղվես ուրիշ գործերով թատրոնում, թատրոնի հետ, թատրոնի մասին, կպատժվես չարաչար։ Դու պիտի սիրով նվիրված մինչև վերջ ծառայես։ Կիսատ պռատ սեր թատրոնը չի ընդունում։ Կամ ինչպես կզում դուք դիպուկ նկատեցիք, թատրոնն այն սիրուհին է, որ դավաճանություն չի ընդունում։ Չի ընդունում։ Սա ուրեմն դավաճանները պիտի լուրջ մտածեն այդ ուղղությամբ։ հա։ Իհարկե, հարգելի բարեկամներ, կրկին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար, այսօր ձեր օգնությամբ մեր հայրենակիցներին եւս մեկ անգամ ներկայացրեցինք Կարփ Խաչվանյանին, ում ավելի քան 50 տարվա բեմական գործունեության արդյունքում Կարփ Խաչվանյանի շնորհիվ մեր ժողովուրդը ոչ միայն որպես թատերական արվեստ հարստացավ, այլև ինչու՞ չէ առողջացավ, երիտասարդացավ, որտեղ հումորը, կոմեդիան դա նաև առողջարար է եւ երիտասարդացնող։ Եվ հաղորդումը եզրափակեմ Կարփ Խաչվանյանի հետեւյալ տողերով։ Հայրենասերը նա է, ով ճանաչում ու գնահատում է իր ազգային արժեքները եւ անում է հնարավորը, որպեսզի հայրենիքը դառնա ավելի բարգավաճ, ավելի ամուր ու արդար։ Դավաճանությունը մարդկային արատներից վատթարագույնն է, հայրենիքի դավաճանությունը առավել եւս։ Լինենք միշտ հայրենասեր եւ սիրենք հայրենիքը ու անմնացոր նվիրվենք, ինչպես Կարփ Խաչվանյանը։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Կարփ Խաչվանյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։